Բազմաթիվ անգամներ ասել ենք ու գործով ապացուցվել է, որ Հայաստանի այսօրվա, այսինքն վերջին 8 տարվա իշխանությունը թուրքական, ադրբեջանական շահերի սպասարկողն է մեր երկրում։ Իհարկե այլ երկրների շահեր էլ է վստահաբար սպասարկում, բայց այսօր այդ մասին արդեն չենք ասում մենք, չենք վերլուծում մենք, այդ մասին արդեն ասում է պաշտոնական Թուրքիան։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, մեջբերում եմ, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, սա կարևոր փուլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով, մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում, այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի։ Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնապես հաստատում է, որ Թուրքիան Հայաստանի ընտրություններում ունի թեկնածու, եւ դա Փաշինյանն է։ Մենք չգիտենք քաղաքական որ միավորը, որ արտաքին խաղացողի աջակցությունը կունենա կամ կունենա, թե չի ունենա, բայց իշխող ՔՊ-ի պարագայում բացահայտ է թուրքական աջակցությունը։ Ինչքան էլ ՔՊ-ականները փորձեն մանիպուլացնել, վերջում Ալեն Սիմոնյանի նման շնորհակալություն են հայտնելու Թուրքիայի արտգործնախարարին։ Դիվանագիտությունը լրիվ ուրիշ բան է, այն էլ թուրքական դիվանագիտությունը։ Նրանք շատ լավ գիտեն, թե իրենց այս հայտարարությունները ինչ ընկալումներ են ունենալու մեր երկրում, բայց վստահ են, որ նրանք նաև աջակցության մոդելներ մշակած կունենան գործնականում։ Նախորդ 2 տարիներին տասնյակ անգամ հանդիպել են հայ-թուրքական բանագնացները։ Հայաստանից պաշտոնական պատվիրակություններ գնացին Թուրքիա։ Փաշինյան-Էրդողան հանդիպումներ եղան։ Նիկոլը Նյու Յորքում թուրքական տուն գնաց ու նկարվեց Էրդողանի գիրքը գրկած։ Թուրքիայի աջակցությունը, այնպես որ կարծում եմ, երկուստեք է պլանավորված։ Ամենայն հավանականությամբ։